կարելի է ձեր։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ոնց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե, լիք։ Հա։ Չբացի ձեր ղեկավար անձնակազմը։ Ես вообще դուխով չեմ ու չի զգացում արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ եմ։ Ինչի։ Բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի իր քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատու ունեմ, բա դրսի պատասխանատուն ես եմ։ Բայց Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ է հպարտ ես, որովհետև մնացածը արդեն դուխոված է ու հպարտացել է։ Եղբայր, ուրեմն ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմիցս եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է այդպես խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ ասցե, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանկարծ կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ Որ ավարտեք ես կարձագանքեմ։ Ավարտեցիք, վստահ եք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ պահի ձեզ դուր կգա։ Վաղը գալի պահում են։ Դրսինները, դրսին ով է գալիս։ Ով, օրինակ ով է գալիս։ Պարսիկները, իրան գալիս են դուխով հպարտ են պահում։ Իրան գալիս են։ Նոր տարվա գիշերը Երևանում մենակ իրանք էին դուխով ու հպարտ նոր տարի անում։ Ոչ, դուք որտեղ եք եղել նոր տարվա գիշերը։ Որտեղ եք եղել դուք։